Օրհնյալ լինի մեր Տերը, եղբայրներ, քույրեր։ Մենք ու մեր համար մեծ գին է վճարել մեր Տերը։ Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուսի անունը, եղբայրներ, քույրեր։ Ես այսօր կուզեի ներկայացնել այն չարչարանքները ու այն տառապանքները, որ Տերը կրեց մեր համար, մեր փոխարեն նարեկացու բառերով։ Օրհնաբանված է և լուսանորոգ մեծ ուրբաթորն այն ահավոր, երբ ստեղծվածներն ուժգին սոսկումով տարորոշվեցին երկու մասերի, բարձրացածների խոնարհեցմամբ և կործանվածների վերամբարձությամբ։ Արդ բարեպատեհ ժամն ասավ գրելու նվագն այս հառաջաձայն զվարթախառն ահու երկյուղով։ Չարչարանքներիդ մասին եմ այստեղ ցանկանում ասել, որ կրեցիր դու իմ պատճառով, Աստված բոլորի։ Կանգնեցիր խոնարհ իմ կերպարանքով, քո ստեղծածի ատյանի առաջ, ու չխոսեցիր տվիչդ խոսքի, չբարբարեցիր հաստիճդ լեզվի, ձայն չարձակեցիր սասանողդ երկրի, չմռնչացիր, ով ամենացունց փողդ ահագնաձայն, ոչ նախատեցիր երախտիկներովդ և ոչ էլ իրենց չարագործությամբ ըմբերանեցիր, չմատնեցիր դու ամոթի նրանց, որ քեզ մատնեցին մահու տանջանքի, ոչ քեզ կապելիս դիմադրեցիր, ոչ ապտակելիս փոքր ինչ դառնացար, ոչ անարգեցիր դեմքիդ թքելիս, ոչ հառաչեցիր, երբ կրփահարեցին անողորմաբար, չսրտմտեցիր, երբ հեգնեցին քեզ, չայլայլվեցիր, երբ ենթարկեցին ծաղր ու ծանակի, իբրև տկարից հանեցին քեզնից պատմուճանը քո, և դարձյալ հագցրին իբրև անփրկում կալանավորի։ Եթե կրկնակի չըմպեր քացախն այն խառնված լեղու հետ, նախկին դառնության մաղձնի մթերված դուրս չէր թափվելու, ճաշակեց վհատ ու մերժեց իսկույն տարակուսորեն, ու խառնիճաղան ճամբոխի առաջ, կանահարելով նրան սաստկապես, ծնկի իջեցրին ծաղրելու համար, դնելով գլխին և փշեպսակն արհամարհանքի, հանգիստ չտվին կենդանարարիդ, հարկադրեցին կրել պատրաստված գործիքը մահվան, ընդունեցիր այն իբրև երկայնամիտ, առար իբրև հեզ, բարձրացրիր անխոս իբրև համբերող, տարահարուսամբար զենքն այն կենարար, զերդ Հովտաշուշանի պես, որ գիշերային արհավիրքներից պաշտպանած լինես քո կողմից կերտված, մեր գոյատևության գահը մարմնեղեն, դատապարտության տեղը փոխարինելով խրախճանության, դուրս հանեցին քեզ, որպես ողջակես, փռեցին խաչի սեղանի վրա, իբրև պատարագ, գամեցին ամուր, իբրև չարագործ, կապկպեցին պիրկ, իբրև ապստամբ, քեզ իսկ երկնային խաղաղությանդ իբրև ավազակ, քերովբեներից երկրպագվածիդ իբրև քամարյալ, կենաց պատճառիդ իբրև ավազակ, ավետարանի նկարչիդ իբրև օրենքի լուտող, մարգարեներին ներշնչողիդ և Տիրոջդ իբրև գրքերի զեղիչ, փառքի ճաճանչիդ, հոր խորհրդի կնիքի տանճառ իբրև դիմապար ծնողի կամքին, օրհնյալիդ իբրև տարագրական, օրենքի կապը քանդողիդ իբրև նզովյալ այրմի, անմատույց լույսով պարածածկյալիդ իբրև հողածին մի ձերբակալված, ով երկայնամիտ բարերարություն, ողորմածություն, քաղցր և բազմագութ, որ անօրեն ու երախտամոռաց ծառայիս համար հանձն առար բոլորն այս սիրահոժար կամավորապես այն մարմնով, որ քեզ միացրիր, և մինչև շիրմի քնարանը քո ամբողջ լրությամբ մնացիր միշտ նույն Աստվածն անքնին, նույն չարչարանքները կրելով անճար քո համբերությամբ, և ապա դարձյալ հարություն առար ինքնիշխանորեն լուսազարդ փառքով, օրհնյալ գթությամբ և ողորմությամբ բարեբանված միշտ հավիտյաններից մինչև հավիտյանս։ Օրհնյալ լինի մեր Տերը, սիրելիներ,
Այս ամեն չարչարանքները Նարեկացին լավ էր հասկացել, որ իր պատճառով էր ու իր համար էր, ուստի եւ Սուրբ Գիրքը այսպես է խորհուրդ տալիս մեզ դուրս գանք բանակի դրսի կողմը, որտեղ Քրիստոսը խաչվեց ելներ։ Եթե ես հասկացել եմ, որ Քրիստոսը իմ փոխարեն է խաչվել, այլևս ոչ թե պարտավորված, ոչ թե ինչ-որ մեկի խնդրանքով կամ ասելով, այլ այդ պարտքը, այդ սերը մեզ ստիպելու է, որ մենք դուրս գանք բանակի դրսի կողմը, որտեղ որ մեր Տերը խաչվել է, մենք էլ կանգնենք մեր Տիրոջ կողքը, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը, եղբայրներ, քույրեր, աղոթենք, եկեք աղոթք եկեք աղոթք անենք, որ Տերը մեր սրտերը ուղղի դեպի Տիրոջ խաչը, որտեղից է մեր զորությունը, մեր հաղթությունը, մեր կյանքը, ամեն, ալելույա, ամենակարող Աստված, մեր սիրելի Փրկիչ, գոյություն ու փառք քեզ, մենք սրտան շնորհակալ ենք Տեր, որ դու մեր համար խաչվել ես Տեր, որ մեր համար կյանք ես դրել Տեր, որ արյուն ես թափել Տեր, մենք սրտան շնորհակալ ենք Տեր, օգնի զորացրու Տեր, օգնի զորացրու, որ խորը հասկանանք Տեր քո խաչելությունը Տեր, որտեղից մեր կյանքը սկսվեց Տեր, օգնի զորացրու եւ դուր որ ապրենք այդ խաչված կյանքը, այդ խաչելությունը մեր կյանքի ընթացքում Տեր, օգնի զորացրու եւ դու փառավորվի, դու մեծարվի ամեն բանի մեջ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։